Շնորհակալություն, պարոն Սարգսյան, շարունակելով պարոն Գաբրիելյանին, ուզում եի ասել, որ բուկմեկերական ընկերությունների պնդումները, որ գնալով խաղացողների քանակը վերջին շրջանում իջնում է Հայաստանում, սա ապացույցն է մեր վերջին շրջանում հետևողական պայքարի եւ ինչպես դուք ասացիք, այս օրենքը դրա դեմ պայքարի շրջանակում չէ, այլ Թուրքիա ավելացում է եւ քանի որ ուսումնասիրել եք երկար ժամանակ ոլորտը, արդյոք հնարավորություններ որոշակի քննարկել եք նորից խաղացողների քանակը իջեցնելու համար, որովհետև շատ երկրներում օրինակ գնացել են տարիքային շեմի բարձրացման ուղղությամբ, ուզում եի ձեր հետաքննությունների մասին ասել։ Տիկին Հակոբյան, ցավոք սրտի չեմ կարող կիսել ձեր այն միտքը, որ մեր պայքարը արդյունք է տվել այս պարզ տրամաբանությամբ։ Էս է պատկերը։ 440 անգամ ծավալները աճել են, սա ենթադրյալ թվեր չեն, սա պետական եկամուտների կոմիտեի տված թվերն են, որ ծավալը աճել է 440 անգամ։ Ինձ էլ են ընկերությունները ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է, բայց խաղացողների թիվի նվազումը ես չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում եւ 2018 թվականին, երբ մենք համարում ենք սա աղետ եւ ունենք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել է ծավալները։ Այսինքն 2019 թվականին, երբ մենք վերլուծում էինք 2018-ի թվերը եւ նաեւ ազգային ժողովի այն ժամանակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասում էր, որ սա աղետ է եւ աղետի դեմ պետք է պայքարել, մենք ցավոք սրտի չկարողացանք ճիշտ պայքարել աղետի դեմ եւ աղետը 20 անգամ աճեց։ Այս իմաստով մենք պետք է եւ հարկերը բարձրացնենք, եւ սահմանափակումները ավելացնենք, եւ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արգելենք։ Խնդրեմ։ Պարոն Սարգսյան, ես 13 կամ 7 տարի առաջվա հետ համեմատած չեմ ասում եւ կարծում եմ միայն Հայաստանի համար չէ այս խնդիրը եւ չկա էլ ուսումնասիրություն, թե նախորդ ուրեմն սահմանափակումները չլինելու դեպքում ինչպիսին կլինեին այսօր տվյալները եւ երեկվա հանդիպմանը ներկայացուցիչները այս կազմակերպությունների նշում էին շատ վերջին ժամանակների էլի հետ համեմատած, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի ունեցել ենք էլի նախաձեռնություններ գովազդի սահմանափակումների, ոչ միայն ուրեմն բանկային քարտով լիցքավորումների հաշիվներն, այլև նախաձեռնություն կար նաև իմ համահեղինակությամբ, որ տվյալ անձը իր միայն բանկային քարտով կարող է իր հաշիվը լիցքավորել եւ այլն, եւ շատ վերջին շրջանի փոփոխություններն են որոշակի արդյունք տվել, սրա մասին էի խոսում։ Իհարկե մենք ինչպես նշեցի եւ հարկային բեռն ենք բարձրացրել եւ սահմանափակումները արդեն իսկ մտցրել ենք 5 տարվա ընթացքում։ Մի շարք սահմանափակումներ ենք մտցրել կապված գովազդի հետ, կապված բուկմեկերական գործունեությունները գրասենյակներում իրականացնելու սահմանափակումների հետ, որը միայն կարող են սահմանված քաղաքներում կատարել այդ գործունեություն, որտեղ նաև խաղատներ են թույլատրվում, եւ նաև հարկերն ենք բարձրացրել, նաև 2023 թվականից նաև շահութահարկով ենք հարկում այս ընկերություններին։ Ես նոր պատասխանեմ պարոն Բագրատյանի հարցին, 4.2 միլիարդ շահութահարկ են վճարել 2023 թվականին ընկերությունները, բայց իմ առաջարկած տարբերակով նրանք 13 միլիարդ ավել գումար են վճարելու, այսինքն 3 անգամ ավելի են վճարելու, քան շահութահարկն է, այս իմաստով հարկերը շահութահարկի նկատմամբ 3 անգամ աճել են, այսինքն այս իմ արած փոփոխությունը համադրելի է, եթե մենք շահութահարկը 18%-ը 3 անգամ բարձրացնենք։ Այս իմաստով մենք շարունակում ենք հարկային բեռի բարձրացումը եւ ինչպես նշեցի վարչապետի առաջարկով դնելու ենք մեխանիզմ, որ ամեն 6 ամիսը մեկ տուրքերը կրկնապատկվեն։